Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի հետերում զրուցելու եմ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին, նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Ստեփան Գրիգորյանի YouTube-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Բարև ձեզ, Նարեկ։ Պարոն Գրիգորյան, շաբաթվա սկզբին տեղի ունեցավ հայ եւ ադրբեջանցի քաղաքասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանում, դուք եւս մասնակցում եք, ընդլայնված կազմով հանդիպում էր սա ըստ էության, բացի հիմնական կազմից, ինչն էր առանձնահատուկ այս այցի, ինչ կարող եք փոխանցել։ Նախ ուզում եմ ասել, որ հայ-ադրբեջանական համագործակցության հարցերով, հայ-թուրքական նորմալացման process-ում ես վաղուց եմ զբաղվում եմ։ Ինչքան էլ բարդ չի լինի, ինչքան էլ դժվար չլինեն այս հանդիպումները, բանակցությունները, պաշտոնական մակարդակով, հասարակական մակարդակով, ինչքան էլ բարդ չլինի, ես վաղուց զբաղվում եմ, քանի որ համարում եմ, որ անպայման պետք է փորձես նորմալիզացնես, կարգավորես հարաբերությունները հարևանների հետ։ Հասկանում եմ ինչքան դժվար է, ես գիտեմ շատերը դժգոհ են, շատ ու շատ մարդիկ, շատ ազնիվ, սկզբունքային համարում են, որ անիմաստ է իրենց հետ հանդիպել, ու ստեղ բոլոր մարդկանց ուզում եմ հիշեցնել, այս ճանապարհով գնացին Ղարաբաղի հայերը։ Ոչ մի զիջում, ոչ մի կոնտակտ։ Ու այն ժամանակ ես զգուշացնում էի, որ դա ունի իր թեր կողմը, որն է դա։ Եթե այն դաշնակիցը, որի վրա դու ամբողջ հույսերը դնում ես, կապում ես, եթե ինքը քեզ դավաճանի, ամեն ինչ կկորցնես։ Ցավով պետք է ասեմ, որ հենց այդ ամենավատ սցենարը աշխատեց Ղարաբաղի հայերի դեպքում, որոնք մինչև վերջի պահը, եթե դու հիշում ես, սեպտեմբերին 2023 թվականին հրաժարվում էին ու հրաժարվեցին հանդիպել ադրբեջանցիների հետ, ինչով ավարտվեց, դու գիտես։ Ուրիշ բան է, եթե դու ունես հովանավոր կամ աջակցող, որը սկզբունքային է, հետևողական է, միգուցե իմաստ ունի խոսել, գիտես ինչի մասին, ինչ իմաստ ունի խոսել իրանց հետ, եթե մենք պինդենք, մեջ կպինդենք։ Մեզ մոտ այդպես չի։ Դա է պատճառը, որ ես միշտ ասել եմ ու հիմա շարունակում եմ պնդել, որ կոնտակտներ պետք են։ Հիմա այս դու գիտես, դա կոչվում է խաղաղության կամուրջ, որը նախաձեռնել են մի քանի մեր հայտնի հասարակական գործիչները, փորձագետները, ուստեղ Արեգ Կոչինյանն է փորձագետը, քաղաքագետը, որի կազմակերպությունը գլխավոր շարժիչ ուժն էր ու իր գործընկերն Ադրբեջանում։ Ես համաձայնվեցի այս հանդիպումը, երկու հանդիպումներ այս տարի Ծաղկաձորում եւ Գաբալայի հանդիպումը, որը կայացավ ապրիլ ամսի 10-ին 11-ին, ֆորմատը 20-20 էր։ 20 փորձագետներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հասարակական գործիչներ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։ Նայ գլխավոր նպատակը ինչու ես համաձայնվեցի գնացի, ուղարկել ինչ որ մեսիջներ։ Քանի որ նոր իրավիճակում ենք մեր այս իրավիճակում կյանքում չենք եղել, միշտ երբ որ ադրբեջանցիների հետ հանդիպում էինք, դու հիշում ես գլխավոր վեճը գնում էր Ղարաբաղի հարցի հետ կապված, նյուանսների հետ կապված, կարգավիճակ, չգիտեմ, իրավունքներ։ Հիմա այլ մթնոլորտ է, դժբախտաբար այլ իրավիճակ, որում ավելի շատ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքը գնում է։ Ու ես համարում եմ, որ շատ կարևոր է ուղարկել մեսիջներ։ Նաև այդ թվում դու գիտես, եղավ հանդիպում մեր փորձագետների, մեր հասարակական գործիչների, մեր 20-ի, Հիկմետ Հաջիևի հետ շատ ազդեցիկ դեմք է Իլհամ Ալիևի թիմում, իր հետ ու բոլոր մեսիջները կարևորագույն մեր հասարակության համար մենք ուղարկեցինք։ Ինչ արձագանք կլինի, այդ իրենց գործն է, բայց մենք մեր եւ պահանջները եւ սպասելիքները մենք ասեցինք։ Գերիների հետ կապված ադրբեջանական կողմը թեկուզ քաղաքասարակություն ներկայացող անձանց մակարդակով ինչ դիրքորոշում ունի։ Գիտես, ես հիմա չեմ ասի
փակ նիստերի ժամանակ ինչի մասին խոսվում, ես քեզ կասեմ հրապարակային մասը իր դիրքորոշումը նաև որ այդ հիշում ես 4 հոգու որ ազատ արձակեցին, դրանից հետո մնացին 19 հոգի, իրանք պնդում են որ դրա մեջ առաջի հերթին մեծ մասը հենց նախկին Ղարաբաղի ղեկավարներն են ու իրանք պետք է պատասխանել այն ինչ կատարվեց ու ինչ եղավ 30 տարվա մեջ դες կոնցեպտը իրանց ու նշանակություն չունի դա պաշտոնական դեմքերի հետ էս խոսում կամ հասարակական գործիչների հետ մոտավորապես դա է որ ինչ որ մարդիկ պետք է պատասխանեն այն ինչ կատարվեց այս 30-35 տարվա ընթացքում բացի դրանից իրանց համար դա զգայուն հարց է շատ զգայուն, քանի որ երբ որ իրանք ազատ արձակեցին այդ 4 հոգու, ես ճիշտ ասեմ, ես հետևել եմ ահավոր մեծ աղմուկ բարձրացավ երկրի ներսում դժգոհություն, քանի որ իրենց հասարակությունը պարզ է նաև պատերազմների մեջ էր, իրանք էլ ունեցել են կորուստներ, ցավեր եւ այլ, դա պարզ է պատերազմը այդպես բան է, որ երկու կողմերն էլ իրանց ցավերը դարդերը ունեն, բողոքում են իրար վրա, այդ բոլորս գիտենք, իրանք համարում են, որ արձագանքը շատ ցավոտ էր, դա է պատճառը, որ իրանք հիմա շատ զգուշավոր են, բայց գլխավորը դա չի Իրանք ինչ են ասում, մենք միջև գնալն էլ մոտավորապես գիտենք, բայց մենք մեսիջները գլխավոր ուղարկեցինք, որն էր այդ մեսիջը, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր կողմ են խաղաղության օրակարգի, մեր պես 20 հոգու ով գնացին, ովքեր կողմ են բարելավել, կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ովքեր կողմ են համագործակցել, ու այդպես չի, որ ամբողջ մեր հասարակությունը դրա կողմ է, կան մարդիկ, ովքեր քննադատում են, կասկածում են, որ անկեղծ է Ադրբեջանը։ Մենք ասացինք, ցույց տվեցինք, որ նույնիսկ այս մարդիկ, ովքեր կառուցողական ուզում են աշխատել Ադրբեջանի հետ, պնդում են, որ գերիները պետք է ազատ արձակվեն։ Այդ մեսեջը իմ կարծիքով շատ կարևոր էր, ու այդ մեսեջը Ադրբեջանին ուղարկված էր եւ պաշտոնյային, եւ իրենց հասարակության, բայց մթնոլորտը պարզ է աշխատանքային էր։ Մենք քննարկում ենք, մենք ասում ենք, իրար լսում ենք, փորձում ենք լսել, հասկանալ, նույնիսկ եթե համաձայն չենք, այդ կարևոր է, որ մթնոլորտը, ես կասեի այդպես, բան չէր, էլի շատ վատը չէր։ Մթնոլորտը նա էր, որ պետք է փորձենք գտնել լուծումներ, փորձենք առաջ գնալ։ Իսկ մշակութային կոթողների ոչնչացման հետ կապված ինչ կարող եք ասել, քննարկել եք այս հարցը, թե ոչ եւ ինչի է վանդալիզմի ենթարկվում Արցախում մնացած հայկական կոթողները։ Ես ասեմ քեզ, բոլոր հարցերը շոշափվել են։ Այո, ես շատ ուրախ եմ, որ ոչ թե մեկը, երկուսը, երեքը շատերը բարձրացրեցին եւ գերիների հարցը եւ պարզ է մեջ ժառանգության հարցը տարբեր պատասխաններ ստացանք չեմ ուզում ասել բայց մեսեջները ուղարկված էին նաեւ այդ հարցով այդ հստակ կարող եմ ասել քեզ Հաջիևի հետ ինչ հարցեր եք հիմնականում քննարկել պարոն Գրիգորյան նո Հաջիևի հետ պարզ է ինքը եւ ազդեցիկ դեմք է Եվ իրոք ինտելեկտուալ մարդ է, ինքը ոչ միայն պաշտոնյա, ինքը վերլուծաբան է, երբ որ խոսում եք իր հետ, պարզ երևում է, որ վերլուծության միտքը իր մոտ կա, դա շատ կարևոր է, քանի որ ոչ միայն ինքը պաշտոնյա է, որը ֆորմալ գալիս է ձեզ ասում է իրանց ասածը ու գնում է։ Ու բավական լուրջ քննարկում էր բոլոր առած բացառությամբ 20 մեր ներկայացուցիչներ իրանց հարցերը հնարավորություն ունեցան տալ, կային մարդիկ, որ 3-4 հարցեր տվեցին, կային մարդիկ, որ 1 հարց, բայց ինձ հավատա, որ բոլոր այդ գլխավոր մեսեջները, որոնք հուզում են մեր հասարակությունը, հասան իրանց, ավելին նաև քաղաքական, աշխարհ քաղաքական հարցեր շոշափվեցին ու մեսեջները ուղարկվեցին, որ բարդ է հիմա աշխարհը, շատ բարդ զարգացումներ եւ ինչքան հետեւողական կողմերը լինեն, ինչքան հետեւողական շարունակեն այս դրական
փոխադարձ քայլերը այդքան կարևոր կլինի, քանի որ ամեն ինչ կարող է փոխվել ու ոչ ոք չի կարող ասել, գիտես ինչա, վաղը զարգացումներ կլինեն, ես նորից շահող դուրս կգամ։ Ես քեզ ասեմ, Նարեկ ջան, հիմա մի պահ մոռացի այդ մեր այցելությունը Ադրբեջան, ես կասոր կարող եմ որպես փորձագետ, որը մեծ փորձ ունի միջազգային այդ հարաբերությունների անցուդարձի, հստակ կարող եմ ասել, կարող են լինել փոփոխություն մոտ ժամանակներս, որոնք կարող են բերել լուրջ փոփոխությունների, օրինակ Իրանի պատճառով, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով կարող է բերել լուրջ փոփոխությունների հարավային Կովկասում ու բաց քեզ ասեմ, անպայման չի որ դա կլինի իօգուտ ասենք Ադրբեջանի։ Դա է պատճառը, որ նաև մեսեջներ ուղարկվեցին, արի շարունակենք ավելի արագ զարգացնել։ Եկեք ստորագրեք խաղաղության պայմանագիրը։ Հասկանում ես, այդ բոլոր մեսեջները մեր կողմից հիմնավորված ներկայացված էին։ Պարզը պաշտոնական մակարդակով այդ աշխատանքը գնում է, բայց գիտես ինչ է, ադրբեջանցիք շատ են հիմա ուզում, որ հասարակական մակարդակով, քաղաքացիական հասարակության մակարդակով նաև լինի, քանի որ իրենց շատ է մտահոգում մեր հասարակության տրամադրությունները։ Իրենք շատ լավ հասկանում են, որ ոչ մի բան փակված չի, շատ ու շատ հարցեր կան, որ կարող են ջրի երես դուրս գալ հետո, ու իրանք պարզ է, իրանք շայերից ելնելով դնում են հարցեր, բայց ստացան մեր մեսեջները, ես այդպես կասեմ։ Պարոն Գրիգորյան, հայտնի է դարձել, որ արդեն հաջորդ շաբաթ Եվրամիության երկրորդ առաքելությունը կտեղակայվի Հայաստանում, սա ընտրական process-ների հետ է կապված, ինչպես ավելի վաղ նշվել էր, Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից դիմակայունությանը աջակցելուն, սա ինչ է տալու այս փուլում Հայաստանին։ Գիտես, իրոք վտանգը, որ մեր ընտրությունները փորձ կանի Ռուսաստանը հարամել, ժողովրդի լեզվով ասեմ, որ մարդիկ հասկանան, էլի, մեկ բարդ լեզվով են խոսում, սխալ է դա, հարամել, ինչ է նշում հարամել, դու ինչա մտածում ես, որ Ռուսաստանում չգիտեն ստեղ տրամադրությունները, չգիտեն, որ Ռուսաստանի նկատմամբ շատ քննադատական են ու պրոռուսական ուժերը քիչ շանսեր ունեն անցնելու, իրենք շատ լավ գիտեն, բայց իրենք մեծ աղմուկ պրոռուսական ուժերի միջոցով, իրանց զելեմեների միջոցով, իրանց պաշտոնյաների հայտարարությունների միջոցով ուզում են, գիտես, այդպես ծանր մթնոլորտ ստեղծեն ընտրությունների հետ կապված։ Մենք դա տեսնում ենք գրեթե ամեն օր, այդ օրինակները բոլորս գիտենք, հայտարարություններ մեր դեմ ուղված, չգիտեմ, պաշտոնյաների, փորձագետների, պատկերացնում ես, մի հատ փորձագետ կա, որը հաճախ գալիս է Հայաստան, Սերգեյ Մարկեդոնովը, որը մի միտք ասեց, որ կարող է լինի սցենար 2008 թվի մարտի 1-ի։ Մարտի 1-ի 2008 թվի։ Այս ինչ միտք է։ Մարտի 1-ը 2008 թվի ծնվեց, քանի որ նախկինները անընդհատ ֆալսիֆիկացնում էին ընտրությունները ու մասշտաբային ֆալսիֆիկացնում էին։ Այս իշխանությունը մենք կարող ենք շատ բաներ ասել, քննադատել, դժգոհ լինել, նաև գովալ դրական քայլերի համար, բայց նաև դժգոհության տեղեր կան, բայց այս իշխանությունը մեծ բան հստակ արեց, այ գործող իշխանությունը։ Մեր ընտրական համակարգում վերացան այս լկտի ձևով ֆալսիֆիկացիաները։ Այդ խախտումները օրենքի ընտրական օրենսգրքի այդ բիրտ ուժ կիրառելը երկու ազգային ժողովի ընտրություններ էին, ոչ մի բողոք, ոչ մի ընդդիմադիր այդ ամենածայրահեղ չուղարկեց կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ դատախազություն կամ համապատասխան ինստիտուտներ, նույնը տեղական ինքնակառավարում ու բավական թափանցիկ անցնում են, որտեղից այդ միտքը ծագեց, պնդում եմ, Ռուսաստանը նաև ստեղ կան առանձին ուժեր, որոնք ուզում են այս մթնոլորտը, որ իբր լեգիտիմ չի process-ը, ամեն մի
հարց այդպես մեծ աղմուկ են բարձրացնում տպավորությունա, որ գլոբալ հարց է լուծվում, այո, այդ դա կոչվում է հիբրիդային պատերազմ, բայց հիբրիդային պատերազմ մի մտածի, որ միայն նա է, որ ուզում են մտնել մարդկանց փող տալ, որ գնան այս կամ այն ձևով քվեարկել կամ Ռուսաստանից ուղարկել հայերին, Հայաստանի քաղաքացիներին, որ քվեարկեն ու օգուտ պրոռուսականներին։ Ոչ, հիբրիդային պատերազմը այդ նյուանսներ դրա մեջ կան մանիպուլյացիա, ֆալսիֆիկացիա, դեզինֆորմացիան, ապակտեղեկատվություն, բայց նաև այս ձևի դեպքեր, հասկանում ես, որ լարվածությունը Ձեր ուշադրությունը ինչով է գրավել այդ մարտի 1-ի դրվագը։ Գիտես դա ինչ է նշանակում։ Ես կարծում եմ, քանի որ Մոսկվայում Կրեմլում հասկանում են, որ հավանականությունը, որ պրոռուսական ուժերը կկրեն, իրանք ուզում են լեգիտիմությունը Նիկոլ Փաշինյանի եթե վերընտրվի, ընտրությունների ժամանակ վերընտրվի լեգիտիմությունը հարցականի տակ դնել։ Գիտես, երբ որ 1000 մի բոք է գնում, 1000 մի բան է բարձացվում, այստեղ, չգիտեմ, էս արեցին, այստեղ ձերբակալեցին, այստեղ ամեն մի դեպք ուռճացվում է արհեստականորեն, ակնհայտ է, որ հարցականի տակ, այո, կլինի ընդհանուր լեգիտիմության այդ հարցը, այս ընտրությունների պարզ է, չէ՞։ Եթե նույնիսկ ընտրարշավը չսկսված, մենք տեսնում ենք ինչ որ բռնության տարեր կամ բռնության կոչեր, մյուսը ու քանի որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունն է, չէ՞, այսօր իշխող միջազգային հանրությունը չի նայում այդպես ով է մեղավոր, ով ոչ։ Եթե մթնոլորտը վատն է, եթե այդ մեղավորը միս կառավարությունն է։ Ու ես ասեմ քեզ, ու միջազգային հանրությանը չես կարող բացատրել, որ ոչ միայն Ռուսաստանի ԶԼՄ-ները այդտեղ ազդեցություն ունեն, նաև պրոռուսական ուժերի, որոնք միտումնավոր այս լարվածությունը պահում են։ Ես դա չեմ բացառում այս սցենարը։ Ով կհրահրի, պարոն Գրիգորյան, մարտի 1-ի իրավիճակ ստանալու համար։ Ну, չգիտեմ, մոտավորապես որտեղից կարող է լինել, մենք մոտավորապես հասկանում ենք, ես ավելին քեզ ասեմ, շատ է լավ դա հասկանում են եվրոպացիք, դա է պատճառը, որ այդ երկրորդ խումբը ուղարկեցին, մի խումբ եկավ, մի շաբաթ առաջ իմ տվյալներով, հիմա երկրորդ խումբը, ովքեր են այդ մարդիկ, մասնագետներ են, որոնք կսովորացնեն կոպիտ ասած, ոնց անել այդպես, որ խմբերով, մեծ խմբերով մարդկանց չուղարկեն դրսից, գալ Հայաստան քվեարկել ուղղորդված։ Գիտես, որ մեր սահմանության համաձայն ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որտեղ էլ ապրի, եթե գալիս է Հայաստան, իրավունք ունի քվեարկել ու կքվեարկի, ֆորմալ դու չես կարող կապնել, բայց եթե ուղղորդված խմբեր են, ոնց դրա դեմ առնես, կամ ոնց դրա դեմ առնես, որ մեծ թվով մարդիկ կգան ինչ-որ փողեր կբելեն, կաշառելու, բաժանելու։ Իմիջիայլոց ինչ-որ պրոֆիլակտիկ քայլեր հիմա կառավարությունը փորձում է անել, ու ես չեմ համարում, որ դա պատահական է, պրոֆիլակտիկ։ Մի քանի մարդու դու գիտես բռնեցին, Զվարթնոցի նավակայանում ինչ-որ մեծ գումարներ տեղափոխվել են։ Պրոբլեմը գիտես ինչու՞մ է, շատերը չգիտեն, քանի որ մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, սահմանափակում չկա։ Միայն մարդը չպետք է խաբի։ Եթե $10,000-ից ավելի մեծ գումար է, պետք է ֆիքսի դա, դեկլարացիա, հայտարարագիր ստորագրի, որ ու ոչ մի խնդիր չկա, ոչ ոք իրավունք չունի իրան խոչընդոտել, ներմուծել այդ գումարները։ Դες մենք ունենք խնդիրներ, բայց պետք է եւ օրենքի շրջանակներում լուծես։ Եվ մարդու իրավունքները չխախտես այդ process-ում։ Ուստեղ է, որ եվրոպացիք մեծ փորձ ունեն, դու գիտես, կապված Մոլդովայի ընտրությունների, կապված ընտրությունների Ռումինիայում, Գերմանիայում, միջ այդ, օրինակ Գերմանիայում շատ մեծ ազդեցություն ընտրությունների ունեցան Ռուսաստանի ոչ միայն ԶԼՄ-ները, նաև տարբեր մեխանիզմներով, նաև դու գիտես այդ տելեգրամներով եւ այլ սոցցանցերով, հիմա իրանք սովորացնում են մեր մասնագետներին, ոնց անել, որ այդ նեգատիվ խնդիրները նու գոնե մասամբ չեզոքացնել։
Պարոն Գրիգորյան, Ռուսաստանն էլ է ուզում տեղակայել այստեղ դիտորդներ։ Զախարովան ասում է մենք էլ ենք անհանգստացած։ Սա կարող է Շատ իրատեսական լինել։ նու ես չեմ կարծում, որ մերոնք կհամաձայնեն, չեմ կարծում, բայց եթե իրանք ԱՊ երկրների շրջանակով ուզենան, մերոնց դժվար կլինի մերժել, գիտես ինչի, այդ ավանդույթը կա, բոլոր ընտրությունների ԱՊ երկրների դիտորդները գալիս էին, բայց ես անկեղծ քեզ ասեմ, որ իրենց գալը ուղղակի անիմաստ է, իրենց ավանդույթ էլ չկա ռեալ վերահսկել ընտրությունները։ Մենք տեսանք ոնց են անցնում ընտրությունները Բելարուսում կամ Ռուսաստանում, ուրեմն ինչով կարող են օգնել։ Ես կարծում եմ մերոնք պետք է մերժեն կամ այդպես դիվանագիտորեն մերժեն, հակառակ դեպքում կարող է լինել խնդիրներ։ Օրինակ, դիտորդները Ռուսաստանի կարող է գնան ընտրատարածքներ, ուսումնասիրեն, հետո ասեն, որ մենք տեսել ենք շատ ու շատ խախտումներ, ու արի հետո հերքի իրենց հայտարարությունը։ Ես համարում եմ այնտեղից, որտեղից գալիս են ռիսկեր, պետք չի իրենց հրավիրել դիտորդական առաքելություն անել։ Պարոն Գրիգորյան, Հունգարիայում իշխանափոխությունը տարածաշրջանում ինչ իրավիճակ կստեղծի։ Մենք գիտենք, որ Բուդապեշտը շատ ու շատ հարցերում Եվրամիության կողմից Հայաստանին տրվող աջակցությունների հարցում մշտապես վետո էր կիրառում եւ Բրյուսելին մեծ դժվարությամբ էր հաջողվում դրանք վերացնել, թեկուզ այդ խաղաղության հիմնադրամի աջակցությունները, որոնք ռազմական բաղադրիչներ չունեին, ավելի շատ բուժական մասին էր օրինակ ՊՆ-ի առնչվում եւ այլն։ Հիմա կշարունակի Հունգարիան իր արտաքին այս քաղաքականությունը, թե այնուհանդերձ այս նոր ղեկավարությունը այլ կերպ կդիրքավորվի։ Հունգարիայում անցած ընտրությունների արդյունքների հետ կապված ես պետք է շնորհավորեմ 3 մայրաքաղաքները՝ Բուդապեշտը, բուն Հունգարիայի ժողովրդին, քանի որ Օրբանը ուղղակիորեն սկսեց տանել Հունգարիան դեպի ավտորիտարիզմ, մեծ բարեկամ ընկեր Պուտինի, Ալիևի, Լուկաշենկոյի, երկրորդը ուզում եմ շնորհավորել Բրյուսելը, իդեմս Եվրոմիության ինստիտուտի, քանի որ Հունգարիան նույնիսկ Օրբանը, նույնիսկ բլոկ արև հետո օգտագործեց այն օգնությանը 90 միլիարդ եվրոյի, որը պետք է տրվեր Ուկրաինային, որ պաշտպանի Ռուսաստանի ագրեսիայից։ Ու երրորդ մայրաքաղաքը դա Երևանն է։ Ես համաձայն եմ քեզ հետ, որ Հունգարիան վետո իրավունքը օգտագործում էր Գուրգեն Մարկարյանի պատմությունը դու գիտես, այո, Օրբանի Հունգարիան իրոք վարում էր քաղաքականություն, որը դեմ էր հայ Եվրոմիություն մերձեցման քաղաքականությանը։ Դու հիմա ասեցիր այդ մի ծրագրի European Peace Facility, բայց էլի ծրագրեր կային, որոնք ինքը չեմ ասում ի սկզբանե դնում էր վետո, հետո ինչ որ դիտողություններ էր անում, գիտես ինչի համար։ Ինքը ասում էր, եթե դուք Հայաստանին տալիս եք $100 միլիոն եվրո, ուրեմն Ադրբեջանին պետք է տաք 100 միլիոն եվրո։ Ու Եվրոմիությունը ինչ էր ասում։ Բայց մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ աշխատել, բայց Ադրբեջանի քաղաքականությունը Եվրոմիության նկատմամբ այլ է։ Ադրբեջանը պատրաստ չէ։ Այդ քաղաքական վերաբերմունքը Բուդապեշտի թե ոչ։ Միանշանակ կփոխվի, քանի որ ուզում եմ քեզ զգուշացնել, նոր ընտրված վարչապետը բարձր մոտ օրերս ինքը կհայտարարվի վարչապետ, առաջին նիստում ազգային ժողովի պարլամենտի Պետեր Մադյարը օֆիցիալ հայտարարեց, դա շատ կարևոր է, որ Եվրոմիությունը ՆԱՏՕ դա գլխավոր ուղղությունն է համագործակցության Հունգարիայի կամ աշխատանքի, եւ երկրորդը հանեց վետոն այն օգնությունից, որը պետք է տրվի Ուկրաինային, այն 90 միլիարդ։ Ավտոմատ դա նշանակում է, որ վետոն Հայաստանի դեմ չի օգտագործվի, ավտոմատ դա նշանակում է այլ տիպի քաղաքականություն, շատ կարևոր է, որ Զելենսկին արձագանքեց, դու գիտես Ուկրաինայի նախագահան, Զելենսկին հիշում ես Օրբանի ժամանակ փակեց դրուժբա
դրուժբա այս նավթամուղը հիմա Զելենսկին ասեց մենք կվերաբացենք այնտեղ փոքր վերանորոգման աշխատանքներ մոտ օրերս կվերաբացեն ինչ եմ ուզում ասել այս Պետեր Մադյարի առաջի 2-3 քայլերը հայտարարությունները ցույց են տալիս որ ինքը եվրոպական ճանապարհով է գնալու ուրեմն ինքը Եվրոմիության նախաձեռնությունները Հայաստանի նկատմամբ Ուկրաինայի Մոլդովայի չի փակի ճանապարհը վետո իրանքը չի օգտագործի ու դա շատ լավ լուր է նաև հայ ժողովրդի համար Նաև Հայաստանում ընդդիմությունն է ողջևորվել այս ընտրության արդյունքներով Օրբանի պարտությունը ցույց տալով ասում են տեսեք հայ ժողովուրդ հնարավոր է որ ընդդիմությունը ընտրություններով հաղթի նույն սցենարը կլինի այստեղ թե ոչ այսինքն ընդդիմությունը կգա իշխանության Գիտես ինչու՞ է այստեղ տարբերությունը իրոք կարող է ողջևորել քանի որ իրոք ընտրություններով ընդդիմությունը եկավ բայց գիտես ինչու՞ է տարբերությունը եկան իշխանության պրոդեմոկրատական ուժեր գնացին իշխանությունից ավտորիտար պրոռուսական Օրբանը ուրեմն մեր ընդդիմությունը որի զգալի մասը են գլխավոր խաղացողները պրոռուսական են թող հույսեր չպայպայեն դες Հունգարիայում հակառակ process-ն է դեմոկրատները վերադարձան պրոռուսականները հեռացան ուրեմն պետք չի մտածել որ ավտոմատ նույն տիպի բան ստեղ կլինի քանի որ մեզ մոտ գլխավոր ընդդիմադիր ուժերը ցավով դա ասում եմ գլխավոր ընդդիմադիր ուժերը գործող իշխանություններին հենց ռուսամետ ուժերն են ես չեմ կարծում որ մեր ժողովուրդը կքվյարկի իօքուտ այդ ուժերին Եվ այդ ուժերից մեկի հետ կապված ուժեղ Հայաստանի հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեն է ձայնագրություններ հրապարակում որտեղ գումարի շարժի մասին են խոսում սա ինչպես եք դուք մեկնաբանում սա ընտրակաշառք է թե ոչ թե պետք է սպասել այնուհանդերձ դատարանի վճռին վերջնական գնահատական տալու համար Ну նախ ուզում եմ ասել պարզ է որ դատարանի որոշումներից հետո կարելի է հստակ ասել, գիտես ինչի կա անմեղության կանխավարկած։ Ոնց ես ասեմ, որ այն կանանց ում ձեր փորձում են կալանավորել կամ չգիտեմ պատիժ ինչ որ տարածել իրենց վրա, որ իրանք անպայման մեղավոր են։ Պարզա դատարանի որոշումից հետո, բայց մեկ բան մենք պետք է ֆիքսենք։ Մեծահարուստ մարդիկ Հայաստանում եւ Ռուսաստանում այդ ավանդույթը ունեն ինչ որ ծրագրեր իրականացնել ու դեպի քաղաքական դաշտ տեղափոխել դա ասենք օգնել մարդկանց առանձին դեպքերում այդ օգնությունը արված էր նախկինում ոչ ոք չի վիճում բայց դու գիտես մեր օրենսդրության համաձայն եվրոպական երկրների օրենսդրության համաձայն բարեգործությունը չի կարելի խառնել քաղաքական process-ների հետ ու ստեղ է որ իշխանությունը իմ կարծիքով պրոֆիլակտիկ քայլեր անում է գիտես ինչի համար զգուշացնել որ բարեգործությունը չի կարելի վերածել քաղաքական ձայների բայց շատ նուրբ է ես քեզ ասեմ նույնիսկ եթե փաստեր կան տեսանյութեր կան շատ դժվար է ապացուցել դա է պատճառը որ իմ կարծիքով իշխանությունները կամ պատկան մարմինները այսօրվանից սկսեցին մի քիչ զգուշացնելու համար մարդկանց այն ուժերի ակտիվիստներին ովքեր ռեսուրս ունեն նաև այդ փողային որ կարող են պատժվել քանի որ շատ բարեգործությունը հաճախ շատ մոտ է նրան ինչ կոչվում է ընտրակաշառք Եվ Վլադիմիր Պուտինի խոսքերից հետո է այս գործընթացներին ականատես լինում ըստ էության այն մասին չէր Ռուսաստանի նախագահի զգուշացումները կամ հորդոր խնդրանքները որ ուժեղ Հայաստանին որևէ կերպ չխոչընդոտել Այո մեծ դեր խաղաց Պուտինի խոսքերը Պուտինը ասեց դուք մեր մարդկանց մեր քաղաքացիներին բանտում պահում եք բայց տվեք իրենց իրավունք մասնակցելու ընտրությունների Պուտինը նրանով առաջինը թևեր տվեց պրոռուսական ուժերին Հայաստանում ոչ միայն կոնկրետ մեկ ուժին երեք ուժերին տվեց թևեր բացի դրանից ինքը ցուցաբերեց անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ ինքը ասեց իրանք քաղաքացի են Ռուսաստանի բայց թող մասնակցեն ընտրություններին
Ես չգիտեմ երկիր, որտեղ որ այլ երկրի քաղաքացիներին թույլ տան դառնալ ղեկավար այդ երկրի կամ պատգամավոր, այսևի երկիր ինձ հավատա չկա։ Ռուսաստանի քաղաքացիները թող գնան ընտրվեն Ռուսաստանի պետդումա, Ռուսաստանի նախագահ։ Ինչքան էլ լավ մարդ չլինեն, չգիտեմ, օգտակար չլինեն, կան օրենքներ, սահմանադրություն նաև այդ թվում, որի համաձայն չի կարող օտար երկրացի մեզ մոտ գա եւ վարչապետ դառնա կամ պատգամավոր։ Հասկանաք, կան օրենքներ, կարելի է մտածել այդ օրենքների բարելավման, չգիտեմ, փոփոխության, արի մտածենք, որն է միանշանակ ճիշտ, բայց իմ կարծիքով ճիշտ է, որ մեր քաղաքացիները միայն կարող են լինել վարչապետ կամ պատգամավորներ։ Իմ կարծիքով այդ ճիշտ նորմ է, բայց կարելի է քննարկել, բայց այսօր սա է, բայց Պուտինը ասեց ինձ համար, Պուտինը ասեց, ինձ համար ձեր սահմանադրությունը բան չի, էլի, խոչընդոտ չի, խնդրել կամ պահանջել, որ դուք տաք իմ մարդկանց, որ ընտրվեն Հայաստանում վարչապետ։ Բայց Վլադիմիր Պուտինի խոսքերից հետո ենթադրելի պետք է լիներ, կամ այդպես է ռուսական կողմը ըստ էության ցանկացել, որ չգնան հետքերով ուժեղ Հայաստանի կամ այն մյուս, որոնց որ նկատի ունեցել, ինչու Հայաստանի իշխանությունները ուղիղ հակառակն արեց։ Ես կարծում եմ Վլադիմիր Պուտինի խոսքերը հակառակ էֆեկտ տվեցին։ Ի վերջո, արի իրար չխաբենք։ Նախաձեռնողը գնալ Մոսկվա դա Փաշինյանն էր։ Ինչու Նիկոլ Փաշինյանը գնաց։ Ես համոզված եմ նպատակը գլխավորը նա էր, որ ինքը ուզում էր գնալ նորմալ խոսել, տարբեր հարցեր կան Ռուսաստանի հետ, դու գիտես, այդ Ռուսաստանի կոնցեսիան երկաթգծի վրա, այլ հարցեր լիքը մենք ունենք հարցեր։ Դրա համար էլ գնաց, բայց բացի դրանից ես համոզված եմ, ինքը ուզում էր մեսիջ ուղարկել Պուտինին, որ ինչու՞ է խնդրեմը, մենք ձեզ հետ էլ աշխատում ենք։ Պետք չի, մեզ հասնում է ինֆորմացիան, որ դուք պատրաստվում եք ինչ որ քայլեր անել, որ ռուսամետ ուժերը ընտրվեն, ինչի եք ուզում միջամտել։ Այս էր իմ կարծիքով գլխավոր իր մեսիջը։ Բայց Պուտինը ու միատ հիշի, Պուտինը միջև բանակցային process, միջև պատվիրակությունները մտան բանակցությունների մեջ, սկզբից հիշում ենք այդ բրիֆինգի ժամանակ ինքը ելույթ ունեցավ, հետո Նիկոլ Փաշինյանը, ու սկզբից էլ ինքը ասեց, որ տվեք, որ մերոնք կարողանան ընտրվել, միջամտեց մեջ ներքին գործերի մեջ, մեր ընտրական process-ի մեջ բաց։ Դուք կամ ակնհայտ, որ ու իմ կարծիքով դա բերեց նրան, որ մերոնք իրոք շատ զայրացած են, նեղացած են։ Այո, Նիկոլ Փաշինյանը շարունակում է ասել, մենք չունենք խնդրեմ Ռուսաստանի հետ պատրաստ ենք աշխատել, բայց Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ մեր ընտրական համակարգը ինքը պարտավոր է պաշտպանել։ Հասկանում ես, ստեղ ինչն է կարևոր, որ վարչապետը պետք է հասկանա ու իմ կարծիքով հասկանում է, որ մեր ընտրական համակարգը ինքը պետք է դրսի ազդեցությունից, ակնհայտ գրեյք ազդեցությունից պետք է պաշտպանի։ Ու քանի որ նաև դա բխում է իր կուսակցության շահերից, ինքը պաշտպանում է, այո։ Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, հարցազրույցի համար։ Շնորհակալություն, Նարեկ ջան։